Ես ներկայացնում եմ մի ծրագիր, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից Darwin Initiative-ի միջոցով եւ որը որ միտում ունի պարզելու այն բոլոր ասպեկտները՝ սոցիալական, տնտեսական, բնապահպանական ու նաեւ կլիմայական, որոնք որ հանգեցնում են արջերի վերջին 7-10 տարիների ընթացքում ներխուժումներ, ներթափանցումներ գյուղական միջավայր։ Վերջին այս տասնամյակում մենք նկատում ենք, որ 1-2-3 դեպքից այս դեպքերի քանակը զգալիորեն մեծացել է եւ տարեկան շուրջ կազմում է 100-ից 200 դեպք նայած տարի։ Ցավալիորեն միտումը մարելու տարբերակ չունի եւ գնալով դեպքերը ավելի շատանում են, քան պակասում։ Վերջին 5 տարիների ընթացքում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս ուղղությամբ բավականին աշխատում է, հավաքագրելով տարբեր տեսակի տվյալներ, պարզելու որոնք են այն հիմնական պատճառները, որոնք որ հանգեցնում են արջերի ներթափանցել գյուղեր։ Եվ սրա շրջանակներում մենք հավաքագրում ենք հետևյալ տվյալները, ինչպես բնության մեջ արջերի թվաքանակի մասին տվյալներ, ցավոք սրտի Հայաստանում ճշգրիտ տվյալներ արջերի թվաքանակի նրանց տեղաբաշխվածության մասին դեռևս չկան, որպես այդպիսին գիտական, եւ մենք փորձում ենք պարզել, որքան արջ կա մասնավորապես Եղեգիսի հովտում, որտեղ որ մեր ծրագիրը թիրախավորում է, ու նաև ավելի լայնորեն Վայոց-Ձորի մարզում։ Աշխատանքների շրջանակներում մենք հասկացել ենք, որ թվաքանակը բավականին ստաբիլ է, թեև գորշ արջը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւ տարբեր պատճառներ են, որ կարող են հանգեցնել նրա թվաքանակի կրճատմանը։ Դրանցից են մարդու կենսագործունեությունը, վայրի տարածքների օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, տարածքների դեգրադացումը, կրճատումը, այնպես էլ ուղղակիորեն մարդկանց կողմից որսորդությունը, որսագողությունը եւ նաեւ կլիմայական տարբեր պատճառներ։ Սրանց շուրջ հավաքագրված տվյալները, որոնք որ իրականացվում են համատեղ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ միասին, ցույց են տալիս, որ այնուամենայնիվ թվաքանակը ստաբիլ է արջերի եւ գուցե մի փոքր աճում է, բայց արջերը խստորեն հանդիպում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են տարածքների իրենց կենսամիջավայրերի դեգրադացում, ինչը դա նշանակում։ Մարդիկ ավելի ու ավելի օգտագործում են բնական տարածքներ գյուղատնտեսական նպատակներով, որպես խոտարկներ, մեղվաբուծություն է զարգանում, տարբեր այգեգործական նպատակներով եւ այն տարածքներ, որոնք որ հիմնականում արջերը նախկինում օգտագործում էին որպես սնման միջավայր, հիմա գնալով ավելի կրճատվում են։ Բացի դրանից վերջին տարիներին Եղեգիս գետը, ինչպես գյուղացիների համար է հիմնական ապրուստի միջոց, այնպես էլ կենսաբազմազանության համար, այդ թվում նաեւ արջերի, վերջին տարիներին 2017 թվականից սկսած մեծ թափով այնտեղ կառուցվել են փոքր հեկեր, հիդրոէլեկտրոկայաններ, որոնք սարսափելիորեն փոխել են գետի ամբողջ հունը եւ կենսաբազմազանությունը դրանից տուժում է։ Եթե առաջ արջերը կարողանում էին այդտեղ կեր գտնել, ապա հիմա շատ վայրերում դա այլևս անհնարին է։ Դա մեծապես ազդում է նրանց սննդի այն տարածքներին, որտեղ որ իրենք կարող են սնվել։ Բացի դրանից մենք նաև իրականացնում ենք բուսաբանական հետազոտություններ, պարզելու այն հիմնական բույսերը, այն հիմնական ծառերը, որոնք սնում են արջերին, օրինակ վայրի պտղատուները, վայրի տանձ, խմձոր, սալոր եւ այլն, որքանով են իրենց քանակությունը դեռևս հասանելի արջերի համար, ինչպեսին է նրանց պտղատվությունը, այդ թվում նաև կաղնիները, եւ ինչպիսին է օգտագործումը մարդկանց կողմից այդ տեսակների, որտեղ մենք բոլորս գիտենք, որ վայրի տանձն ու խնձորը մեծապես օգտագործվում է գյուղացիների կողմից տարբեր օղիների թորման եւ այլ նպատակներով։ Բացի դրանից գյուղացիները նաև կատարում են վայրի հավաք, ալոճենի, մասրենի եւ այլ ուտելի բույսեր, որոնք որ սնունդ են հանդիսանում կենդանիների համար։ Սրանով ավելի ու ավելի մեծանում է այս առճակատումը կամ կոնֆլիկտը մարդու եւ կենդանիների միջեւ եւ շատ արջեր ստիպված են լինում գալ գյուղ։ Հիմնականում դա տեղի է ունենում նաեւ, որտեղ եղանակային փոփոխություն է տեղի ունեցել եւ մեզ մոտ ձմեռը շատ ավելի ուշ է գալիս,
ի նկատի ունեմ Վայոց ձորի մարզը, եւ արջերը ավելի երկար են արթուն մնում եւ ստիպված ավելի շատ սնունդ է նրանց անհրաժեշտ, ու նաեւ ձմեռը շատ կարճ է տևում, որից հետո եթե նախկինում իրենք դուրս էին գալիս ապրիլ ամսին, ապրիլի վերջին որջերից, հիմա դուրս են գալիս արդեն մարտին եւ հավելյալ 1 ամիս իրենք պետք է սնվեն։ Երբ որ կենդանիները դուրս են գալիս իրենց քնի շրջանից, մեծապես սնվում են խոտով, 1 ամիս եւ ավել նրանք արածում են եւ փորձում են գտնել հնարավորինս սպիտակուցներ, ու ցավոք սրտի կլիմայի փոփոխության հետևանքով իրենց դուրս գալուց արդեն մարտին դեռևս դա հասանելի չէ եւ միակ ուտելի սնունդով առկա տարածքները դրանք մարդկանցով բնակեցված տարածքներն են, գյուղերն ու համայնքները եւ այդտեղ են փնտրում սնունդ։ Խնդրին ցավալիորեն մեծապես նպաստում է աղբի չկանոնակարգված լինելը, այսինքն համայնքներում մարդիկ իրենց աղբը թափում են գետերում կամ իրենց տնամերձերի մոտակայքում, ձորերում, որտեղ աղբի մեծ քանակությամբ կուտակվելը գրավում է կենդանիներին, այդ թվում նաև արջերին, եւ կենդանիները սովորելով տվյալ սնունդին, իրենք այնուհետև պարբերաբար այցելում են այդ վայրերը եւ եթե բավականաչափ սնունդ չեն գտնում աղբավայրերում, ապա բարձրանում են գյուղեր, ինչպես նաև մեր կողմից սոցիալական հարցումների շրջանակներում մենք պարզեցինք, որ մարդիկ, որպեսզի խուսափեն արջերի ներթափանցումից իրենց այգիներ, սկսել են արջերին արհեստականորեն կերակրել, այսինքն որոշակի քաղցրավենիք, թխված քաբլիթներ եւ անգամ խմորեղեն դնել արջերի համար, ինչը գրավելով իրենց այգիներ, ենթադրում է, որ արջերը այլևս պարբերաբար գալու են տվյալ տարածք սնվելու համար։ Նախորդ տարի մենք ունեցել ենք 87 հարձակում, այս տարի գրեթե 70-75 հարձակում է տեղի ունեցել Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում, այդտեղ ունենք մեկ գյուղ, որտեղ ամենաշատ հարձակումներն են հիմնականում տեղի ունենում, դա Շատին գյուղն է, որը որ ձգվում է մի քանի կիլոմետր երկարությամբ եւ տարբեր մուտքեր ունի արջերի համար դեպի Շատին։ Մեր գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտավորապես գյուղեր են մտնում 20-ից 25 առանձնյակ, որոնցից հիմնականում այցելուները հասուն առանձնյակներ ավելի քիչ թվականակով են, գերազանցում են երիտասարդ առանձնյակները, նրանք, որոնք որ 2-ից մինչև 4 տարեկան են, եւ մայրերը ձագերի հետ։ Սա նաև նշանակում է, որ կարող է նաև նշանակել, որ մայրերը ձագերի հետ եւ դեռևս ոչ հասուն առանձնյակները խուսափում են այն վայրերից, որտեղ որ կան դոմինանտ արուներ եւ միջտեսակային պայքարից խուսափելով իրենք նախընտրում են գնալ այնտեղեր, որտեղ որ մարդկային բնակավայրերն են, կան ավելի հեշտ հասանելի սնունդ եւ մեծ չէ վտանգը, որ իրենք կարող են վնասվել։ Մեր կազմակերպությունը, որպեսզի աջակցի ինչպես բնության կենդանիներին, այնպես էլ մարդկանց, արդեն տարիներ շարունակ նրանց տրամադրում է էլեկտրական հովիվներ, որպեսզի կարողանան արդյունավետ պաշտպանել իրենց տարածքները, հիմնականում մեղվապահներին եւ հեռավոր արոտներում իրենց հոտ արածեցնողներին եւ դա էապես նվազեցրել է հարձակումները մասնավորապես մեղուների վրա, եթե օրինակ նախկինում հարձակումների գրեթե 80%-ը լինում էին մեղուների վրա, հիմա արջերը փոխել են իրենց ուղղվածությունը եւ ավելի հասանելի իրենց համար հավեր, բադեր, ճագարներ, որոնք որ ցավալիորեն նորմալ չեն պահվում գյուղացիների կողմից, ազատ շրջում են տարածքում, չունեն հարմարավետ գոմեր կամ տարածքներ, որտեղ կենդանիները կփակվեն գիշերը եւ արջերի համար դա շատ հասանելի է եւ իրենք կարողանում են թիրախավորել այս գյուղատնտեսական կենդանիներին։
Բացի դրանից նաև հարձակումները շատ լինում են պտղատու ծառերի վրա, մասնավորապես հունիս-հուլիս ամիսներին եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ բավականաչափ վայրի պտղատուներ չկան բնության մեջ եւ նորից կենդանիների որոշ մասը հույսը դնում է գյուղական համայնքներում առկա սննդի վրա, սնվելով կեռասով, ծիրանով եւ այլնով, որը որ հասանելի չէ վայրի բնության մեջ։ Եվ ամփոփելով այս ամբողջ տվյալները, մեր կողմից քայլեր են ձեռնարկվում, որոշակի տարածքներ մենք ենթադրում ենք անտարբերականգնման ծրագրի շրջանակներում թիրախավորելով վայրի պտղատու ծառերով տնկմանը, որպեսզի ինչպես կենդանիների համար բավարար սնունդ լինի, այնպես էլ որ տեղացիները կարողանան ապագայում օգտվել վայրի բնության բարիքներից։ Ու նաև ունենք արագարձակագման խումբ, կազմված մեր անտառապահներից եւ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներից, ովքեր պարբերաբար յուրաքանչյուր հարձակումների շրջանակում գնում եւ ստուգում են հարձակումները, պարզում են արդյոք եղել է հարձակում, արդյոք հենց դա եղել է արջերի կողմից եւ եթե այո, ապա որոնք է վնասի չափը։ Մեր ուսումնասիրությունների ընթացքում մենք պարզել ենք, որ տարեկան 12-ից մինչև 20 միլիոն կամ 25 միլիոն դրամի վնաս են հասցնում արջերը, ներթափանցելով գյուղեր, եւ կլիմայական ֆակտորը բավականին չափ նպաստում է այս հանգամանքին, որտեղ եղանակային փոփոխությունները, ինչպես նաև երկարատև կլիմայի փոփոխությունները ենթադրում են, որ բույսերը, վայրի բույսերը իրենք ավելի բարձրանում են, այդպիսով փոփոխվում են լանդշաֆտները, այն տարածքները, որոնք նախկինում եղել են անտառներ, դառնում են տափաստաններ, իհարկե դա ավելի դանդաղ process է, սակայն տասնամյակների ընթացքում նկատելի է եւ անտառի եզրերը, փեշերը փոփոխվում են եւ ավելի բարձրանում են վերև, որի հետևանքով կրճատվում են այն տարածքները, որոնք որ արջերի համար նպաստավոր են որպես վայրի իրենց կենսամիջավայրեր ապրելու, սնվելու եւ գոյակցելու, ինչը նաեւ նշանակում է, որ ավելի փոքր տարածքներում ավելի շատ առանձնյակներ են կենտրոնանում, բերելով միջտեսակային գոյության կռվի, եւ այս ամենն է, որ ցավալիորեն գնալով խորացնում է մարդարջ կոնֆլիկտը։ Նշեմ, որ Վայոց ձորը այս առումով բավականին եզակի է, որ ի տարբերություն մյուս մարզերի, որտեղ 1-2 հարձակումներ են լինում, Վայոց ձորում, ինչպես ասացի, արդեն հարյուրավոր դեպքեր են գրանցվում տարիների ընթացքում, եւ մեր քայլերը, որոնք որ նպաստում են եղեգիսում այս կոնֆլիկտը մեղմացնելու, այս տարի հետազոտությունների արդյունքում նկատելի է դարձել, որ արջերը մի փոքր փոխել են ուղղությունը եւ նաեւ թիրախավորում են այնպիսի համայնքներ, որոնք նախկինում այդպես մեծ հարձակումներ չէին ունենում։ Օրինակ այս տարի Արենի խոշորացված համայնքում հարձակումները նույնպես շատ մեծ թիվ են կազմում եւ ցավալիորեն պետք է ասեմ, այստեղ նույնպես մարդիկ արհեստական կերակրում են արջերին։ Սա ինչ որ միտում է երևի մարդկանց կողմից, փորձում են բնության հետ հարաբերվել, բարի միտում է, կարծես թե որ եթե կենդանիները չունեն բավարար սնունդ, կարելի է նրանց տրամադրել բավարար սնունդ, բայց ցավոք այս միտումը բերում է նրան, որ արջերը արդեն իդենտիֆիկացնում են տվյալ տարածքները, գյուղական համայնքները որպես հիմնական սննդի աղբյուր եւ միմիայն սկսում են գալ այդտեղ սննդի որոշակի աղբյուրի փնտրտուքով։ Բացի դրանից Արենի համայնքում նաև շատ են ռեստորանային համալիրները, եւ հասանելի աղբը, ինչը նույնպես նպաստում է արջերի տվյալ տարածքում պարբերաբար լինելու։ Բացի այս ուսումնասիրություններից, նույն ծրագրի շրջանակներում մենք նաեւ ուսումնասիրում ենք մյուս կենդանիների թվաքանակը, մասնավորապես արջերի բնական կերի թվաքանակը, հանձինս բեզոարյան այծերի մոնիտորինգի, մենք փորձում ենք հասկանալ որքան է բեզոարյան այծերի քանակը բնության մեջ, արդյոք դա բավարար է արջերին եւ մյուս գիշատիչներին սնման համար։ Եվ վերջին տարիներին նկատում ենք, որ ապօրինի որսը բավականին ազդում է բեզոարյան այծերի քանակի վրա, ինչն է նաեւ նորից խորացնում է այլ
խնդիրներ, բերելով արջերի կողմից ներթափանցումներ գյուղական համայնքներ, ու նաև Եղեգիսի կիրճում ուսումնասիրում ենք թռչուններին, նրանց բազմազանությունը եւ թվաքանակը հասկանալու ընդհանրապես ինչպես է կենսաբազմազանությունը տվյալ տարածքում կարող եմ ասել որ Վայոց ձորը աչքի է ընկնում շատ հարուստ կենսաբազմազանությամբ եւ մեր կողմից հնարավորինս մեծ քանակով ներդրումներ եւ ուշադրություն կա այստեղ պահպանելու տվյալ կենսաբազմազանությունը եւ նպաստելու որպեսզի համայնքները եւ բնությունը գոյատևեն եւ հարակցվեն ներդաշնակ կերպով։ Կազմակերպությունը բավականին շատ տեղեկատվական արշավներ է կազմակերպում հանդիպումներ համայնքների հետ եւ համայնքների տարբեր խմբերի հետ, ֆերմերների, հովիվների, կանանց խմբերի հետ, ովքեր որ շատ հաճախ տանը հենց հանդիպում են իրենց ետնաբակում արջերին եւ հիմնականը դա որպեսի խուսափենք, ապա ոչ մի կերպով ոչ մի աղբ չթողնել հետնապակում չունենալ որևէ սնունդ դրսում, բայց եթե նկատել են արջ ոչ ապահով միջավայրում, ապա ցանկալի է պահպանել հեռավորություն, հնարավորություն տալ նաև արջին փախնելու, որովհետև միտումները հիմնականում այնպես են, որ արջերը լքում են տարածքը, յուրաքանչյուր բարձր ձայն ցանկալի է, որպեսզի արջը զգա իրեն անհարմար ունենալ տան տարածքում հետնաբակում շներ, որոնք որ կարող են բավականին լավ պաշտպանել տերերին, ունենալ ապահով տարածք եւ զանգահարել 911 համապատասխան օգնություն ստանալու համար։ Ամփոփումս հետեւյալը կլինի, որ բնությունը շատ կարեւոր է եւ բնության յուրաքանչյուր կենդանի եւ տարր շատ կարեւոր է մեր գոյության համար։ Նույն արջերը շատ կարեւոր ֆունկցիա են կատարում, իրենք տարածում են սերմեր, իրենք տարածում են այն ամենը բնության մեջ, որը որ հետագայում դառնում է բազմազանություն եւ առանց արջերի տվյալ տարածքում դա էականապես ազդելու է մարդկանց գյուղատնտեսական ոլորտի վրա, նրանց կենսագործունեությանը, հետեւաբար անհրաժեշտ է օգտագործել այն ավանդական մոտեցումը, որը նախկինում եղել է եւ շարունակել ներդաշնակ գոյությունը բնության հետ։